Բարեկամներ, ողջունում եմ ձեզ, սկսում ենք իմ հեղինակային վերլուծական հաղորդումը, որը կոչվում է Status Quo, այսօրվա դրվագի մեր հյուրը Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն է, պարոն Խզմալյան, ողջունում եմ ձեզ։ Ողջույն, շնորհակալություն հրավերի համար եւ շնորհավորում եմ անցածտաները։ Շնորհավոր նաեւ ձեզ եւ շնորհակալություն, որ մեզ հետ եք այսօր տաղավարում եւ փորձենք հասկանալ, թե դուք ինչպես եք տեսնում այս տարվա սկիզբը, այն բավականին բուռն էր, ինչպես եւ ավարտը։ Ուզում եմ ձեր մտորումները եւ մտահոգությունները լսել այսօրվա ընթացող քաղաքական գործընթացներից, ուր են գնում եւ ինչպիսի զարգացումներ կլինեն ըստ մինչեւ ընտրություններ։ Փոփոխությունները այնքան արագ են, որ մենք մեկ օր էլ կորցնելով մեր տեսադաշտից կարող ենք թյուր կարծիք ստեղծել։ Ես կարծում եմ, որ այս օրերի խորհրդանիշը հետո, տարիներ հետո կնշեն մի ժանգոտած լցանավի առևանգումը Իսլանդիայի ու Բրիտանիայի արանքում, որովհետև դա առաջին դեպքն է ամենայն դեպս մեր սերնդի հիշողության ընթացքում, երբ Միացյալ Նահանգների ընդ որում դա ոչ թե բանակն է, այլ մերձափնյա պաշտպանական զորքերը հասան, զորքերը չէ, նավատորմը հասավ գրեթե Բրիտանիայի ջրերը եւ այնտեղ առևանգեց, եթե դա ճիշտ արտահայտություն է, մի ստվերային այսպես կոչված նավ, լցանավ, տանկեր, որը ընթացքում փոխեց դրոշը ռուսականի եւ ռուսական նավատորմը, որի կազմում նաեւ Սուզանավ կար, չմիջամտեցին։ Այստեղ ինչն է հետաքրքիր, 3 հանգամանք։ Բայց ես կուզեմ մեր մասին խոսենք, պարոն Խզմալյան։ Ես մեր մասին եմ, որովհետեւ աշխարհով, ցավոք աշխարհը մեր լցանավներն էլ է շատ հաճախ գողացել, առևանգել մեր ինքնությունը։ Ես ընդհանրապես ավարտեմ միտքս։ Ինքնին այն է, որ այդ նավը գալիս էր իրանական նավթը բերելով Վենեսուելա, թեթև նավթը ծանր վենեսուելյան նավթի հետ խառնելով եւ այդ ամենը անում էր Ռուսաստանը։ Այսինքն ես այդ օրինակը բերեցի ոչ թե հանուն գեղեցիկ սյուժետի, այլ որպեսզի ցույց տալ, որ այս նավի մեջ կենտրոնացած են այս օրերի բոլոր նրվերը՝ Վենեսուելան, Իրանը եւ Ռուսաստանը։ Այսինքն իսկ Միացյալ Նահանգները բնականաբար, այսինքն Միացյալ Նահանգները այսպիսով վերջնականապես դրեցին մի մեծ վերջակետ երևի այն դարաշրջանին, երբ որ որոշ երկրներ, տվյալ դեպքում Ռուսաստանը կարող էր ձևանալ գերտերություն։ Այդ փոքրիկ էպիզոդը բայց չէ ասում դա շատ դրական զարգացում, որտեղ նույն Թրամփը հայտարարեց, որ միջազգային իրավունք այլևս գոյություն չունի։ Ես չեմ ասում, որ դա դրական է, ես դա չեմ ասում։ Դա բացարձակ լավ լուր չի, էլի, դա շատ վատ լուր է։ Մենք մինչև հիմա դժվարանում ենք դրական կամ բացասական գնահատականներ տալ մեր հարևան Իրանում, մենք արդեն մոտենում ենք մեր տարածաշրջանը։ Ես ընդհանրապես ուզում եմ ասել, տեսեք, ինչ փոքր է դարձել աշխարհը եւ ինչ մեծ կախվածության մեջ են բոլորը։ Ռուսաստան, Վենեսուելա, Իրան եւ այս ամենը վերաբերվում է մեզ, որովհետեւ այնինչ այս ժամերին կատարվում է Իրանում, կարող է բացարձակապես գլխիվայր փոխել այս տարածաշրջանի եւ Հայաստանի աշխարհակաղակական եւ դիրքը, եւ հեռանկարները, եւ իրավիճակը։ Այստեղ ես, քանի որ տարին նոր է սկսվում, եկեք մի փոքր հին անեկդոտ հիշենք հայ-պարսկական պատմության մասին, դպրոցական անեկդոտ ավարայերի ճակատամարտի մասին, երբ պարսիկները մարտական փղերին են, ըստ անեկդոտի գինով խմացնում, սրերն են սրում, իսկ հայերը խաշ, քյաբաբ, խորովածով են զբաղված, ինչպես հատկապես այս օրերին շատերը, եւ Աստված վերևից նայելով ասում է, էլի հայերը իմ վրա են հույսը դրել։ Մոտավորապես մի նման բան այստեղ է կատարում, որովհետեւ այն անկումը, որը սրընթաց ապրեց Հայաստանը վերջին տարվա, հատկապես վերջին ամիսների ընթացքում, հիմա կարող է շատ անսպասելի պատճառներով շեղվել, ընդհատվել, որովհետև եթե Իրանում հաղթեն թագավորական, ժողովրդավարական, արևմտամետ ուժերը, իսկ դա չի բացառվում այս պայմաններում, Հայաստանի այս ընթացքը ընդհատվելու է, որովհետև այս ռուս-թուրքական
դաշինքը, որի մեջ Փաշինյանը ներքաշեց Հայաստանին, ավելի ճիշտ ռուս-ադրբեջանա թուրքական դաշինքը փլուզվելու է եւ բացարձակապես այլ խաղացողներ են եւ այլ խաղեր են սկսվելու մեր տարածաշրջանում, թելադրելով արդեն իրենց կամքը եւ դա կտրականատպես փոխելու է։ Նորից ես էլի լսում եմ ձեր ոչ թե նորից ձեր, այլ ընդհանրապես նորից իմ ականջին գալիս է այդ ուրիշները, այսպես կանեն, այնպես կանեն։ Մենք երբ պիտի ավելի կայացած որպես պետություն նայենք աշխարհին եւ ոչ թե մտածենք թե ուրիշները ինչ են անում, այլ մենք ինչ ենք անում, մենք ինչպես ենք մեզ պաշտպանում, հատկապես որպես փոքր պետություն, այս համար շատ կարեւոր է ունենալ այդ պաշտպանական լուրջ ինքնաբավությունը, տնտեսական, մշակութային, քաղաքական, դիվանագիտական, կրթական, այսինքն անվտանգության բոլոր շերտերը ապահովելու համար, թե ինչ կանեն եվրոպացիները, ինչ կանեն ռուսները, իրենք անում են իրենց շահերի համար։ Արդեն մենք բոլորս հասկանում ենք, դա համար նույնիսկ պետք չի շատ մեծ կրթություն ունենալ։ Հասկանալի է, որ իրենք Իրանը իր շահերը պաշտպանելու է, Ադրբեջանը պաշտպանում է, մենք երբ ենք սկսելու մեր շահերը գիտակցել եւ պաշտպանել։ Ես համոզում եմ ձեզ հետ, ինչու ես սկսեցի խոսքս այդ հին ծիծաղելի թվացող, բայց իրականում շատ դառը կատակից, անեկդոտից, որովհետև դուք նշեցիք պաշտպանության եւ շահերի գաղափարը, ես կնշեի հետեւյալը. վերջին ամիսներին Փաշինյանի կառավարությունը հետևողականորեն անջատել է Հայաստանի հայ ժողովրդի հասարակության ազգի բոլոր պաշտպանական շերտերը, անջատվել է Արցախի պաշտպանական շերտ, ազգային արժանապատվությունը, փախստականների իրավունքները եւ գոնե հեռանկարում դրանք պաշտպանելու պահանջատիրությունը, անջատվել է Հայաստան-Սփյուռք կապը, անջատվել է Հայաստան որպես առաքելական քրիստոնեության ծննդավայր գաղափարը եւ այսպիսի բսկտված, այսպիսի պառակտված հասարակություն ես իմ տարիքի համար չեմ հիշում։ Մենք միշտ ամենադեպս 40 տարի գրեթե, ինչ մեր սերունդը մտավ քաղաքականություն 86-88 թվականներին, մենք ընդդիմություն ենք շատ հաճախ, հիմնականում, բայց ես չեմ հիշում երբեք, որ այսպիսի ներքին պառակտվածություն, բաժանում եւ ատելություն լիներ հասարակության մեջ, ընդ որում արհեստականորեն, հմտորեն վերևից իշխանության կողմից ներդրվող դա չէր հաջողվում ոչ Տեր-Պետրոսյանի, ոչ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի օրոք, դա հակառակը մոբիլիզացնում էր հասարակությունը։ Հիմա մենք փաստորեն տեսնում ենք, որ այն շահը, որի մասին մենք պետք է խոսենք, գոյություն չունի, որովհետև մենք ակնհայտորեն տեսնում ենք կառավարության իշխող կուսակցության շահերը բացարձակապես հակասում են պետական գերագույն շահերի եւ այն, որ հասարակության մեջ դեռևս կոնսենսուս չկա այդ հարցով, բավական մեծ զանգվածը դա գիտակցում է, բայց մենք չենք կարող պնդել, որ ինչպես Իրանում օրինակ ստեղծվել է կոնսենսուսը, որ այսպես ապրել այլևս չի կարելի։ Մենք դեռ չենք հասցել դրան, ահա ինչու դուք հարց եք տալիս եւ այն հնչում է ցավոք սրտի հռետորական։ Մենք չենք կարող պատասխան տալ։ Ես իրավունք չունեմ երկրի ազգի հասարակության անունից խոսել, ընդ որում 10, 15, 20, 30 տարի առաջ ես կամ դուք այդ իրավունքը ունեիք, որովհետև մենք իսկապես ճնշող մեծամասնություն ենք ներկայացնում։ Հիմա երկրում չկա մեծամասնություն, կան փոքրամասնություններ, որոնք արհեստականորեն բաժանվել են, որոնք ատում են միմյանց, որոնք իրար չեն վստահում։ Սա ամենածանր վիճակն է երկրի ազգի համար եւ դրա ուղիղ պատասխանն է ոչ թե պատասխան, այլ պատասխանատվությունը, ես ուզում եմ ասեի հրեի այդ պատասխանատվությունը իշխանության վրա, բայց չէ։ Մենք բոլորս ենք երևի մեղավոր, եթե մենք բավականաչափ համոզիչ չեղանք դեռևս։ Եվ սա է պայքարը, որը լինելու է առաջիկա կես տարում։ Կա ինչ-որ տարբերակ հաղթահարելու այդ պառակտումը, որտեղ պառակտումը ակնհայտ է, եթե մարդը մի փոքր ինքնասիրություն, մի փոքր խղճի հետ խնդիր չունի, ինքը ակնհայտ տեսնում է, որ կա պառակտում, բայց կարծեք նաև կան մարդիկ, որոնք նաև ձեր օրինակ գրառումների տակ բավականին կոշտ, կոպիտ, միգուցե նաև վիրավորական ձև են արտահայտում, այդ ինչպես է ստացվում, որ
մի հատվածի համար անընդունելի է սպառակտումը, մյուսի համար նորմալ է, լավ է, ճիշտ է եւ սա ճիշտ ճանապարհ, օրինակ եկեղեցին պառակտում են նորմալ է, որովհետեւ ինչ պատճառաբանություններ են բերում։ Արցախի հարցում մենք ունենք պառակտվածություն, դա նորմալ է, որովհետեւ ինչ որ XY մարդիկ են մեղավոր։ Ինչպես հաղթահարել։ Մեր գործընկերները, մասնագետները ուսումնասիրում են այն մեկնաբանությունները, որտեղ դա սոցիոլոգիական հետաքրքրություն է առաջացնում եւ գալիս են ցավոտ եզրակացության, որ դրանց մեծ մասը իրական չեն, դրանք նույն անուններ են, նույն կեղծանուններ են, կրկնվող մեթոդիչկա ասած բաներով, թեմաներով, այսինքն ֆեյքեր են, ալգորիթմ ֆեյքեր են։ Բայց կան նաև իրական չէ մարդիկ, մենք ճանաչում ենք անձամբ այդ մարդկանց, եկեք պարզ խոսենք, հա։ Նույնիսկ ազդեցիկ մարդիկ են, որոնք ունեն բավական մեծ լսարաններ նաև։ Այսինքն փորձագետներ են, որոնք միգուցե նախկինում մեր ընկերներն են եղել կամ մեր գործընկերներն են եղել, որոնք պարզապես կարծեք ուղղակի sense շուռ տված լինեն եւ լրիվ այլ տրամաբանությամբ եւ լրիվ այլ հոգեբանությամբ են սկսել։ Ոչ, չէ։ Ոչ։ Դրանք պարզապես անշահախնդիր չեն։ Կար պահ, երբ մենք միասին էինք, որովհետև մենք մի ուղղությամբ էինք նայում եւ մեզ հաջողվեց այդ կարճ պահին համոզել իշխանություններին, որ սա է ճիշտ ճանապարհը, բայց իրենք փոփոխվում են իշխանության փոփոխությունների հետ եւ հետաքրքիր է, որ մեր պես մարդկանց անվանում են ճոճվող, տատանվող կամ պրոռուսական չեն անվանում պրոռուսական արդեն հա ես արդեն շփոթվում եմ մեկ սորոսական է հիմա պուտինիստ եւ այլն, բայց դա չէ խնդիրը։ Խնդիրն այն է, որ մենք պետք է պատասխանենք այն հարցին, որը դուք տվեցիք։ Կա ներքին ներուժ հաղթահարելու նկատի ունեք, հա։ Տեսեք, եկեք վերցնենք ոչ թե ակադեմիական հարցը, դիտենք դա, այլ վերցնենք օրինակ Ուկրաինան։ Ուներ Ուկրաինան ներուժ, այո, ուներ դիմադրելու, բայց եթե չլիներ արտաքին օգնությունը, ոչ Մոլդովան, ոչ Ուկրաինան չեն կարողանա դիմադրել ու դիմանալ։ Ունի արդյոք Վրաստանը այդ ներուժը։ Ունի, մենք տեսնում ենք 100,000 մարդկանց, երիտասարդներին, կանանց, ովքեր ջրցանների տակ կանգնում էին դեկտեմբերյան ցրտի օրերին, ինչպես հիմա Իրանում, բայց դրսի ուժը ռուսական ազդեցությունը կառավարության միջոցով երևի գերակա էր։ Կա արդյոք ներուժ մեզ մոտ։ Ես չեմ ուզում հիմա այդ հարցին պատասխանել, ես պարզապես տեսնում եմ, որ վերադառնամ առաջին հարցին ու դրանով սահմանափակ եմ պատասխանես։ Իրանի ճեղքումը, որը սպասվում է վաղուց, կտրուկ կփոխի իրավիճակն այստեղ։ Ավելի իրական ներուժ էս պահին, քան այդ դրսի փոփոխությունը։ Ես չեմ ասում ազդեցություն, դեպ Իրանը ուղիղ չի ազդելու Հայաստանի վրա, բայց Իրանի կարգավիճակի փոփոխությունը կփոխի կարգավիճակը քաղաքական իրավիճակը եւ աշխարհակաղակական տարածաշրջանում։ Պարոն Խազբանյան, գիտեք, Իրանի հարցը որոշակի վերապահումներ կան, որովհետեւ հասկանալի է ձեր միտքը։ Ձեզ մոտ։ Այո։ Իրանը, ինչպես օրինակ մենք Թուրքիայի մասին ենք ասում, որքան ժողովրդավարական այնքան մեր օգուտն է, նույն Ադրբեջանի առումով։ Բայց դա ահռելի երկար ու շատ ցավոտ ճանապարհ է։ Դա մեկ օրում չի լինում։ Եթե անգամ Իրանում այն ինչ-որ հիմա տեղի ունենում, դա բերի որոշակի ճեղքումներ, ինչպես որ դուք դա ավելի շատ քաոս է ստեղծելու, քան կարգավորում, քան ազդեցության նոր պրոյեկտումներ, եւ որից նաեւ Հայաստանը կարող է օգտվել։ Դա երկար ու ցավոտ process է, որտեղ Իրանը ի վերջո մեծ եւ բավականին կուռ համակարգ ունեցող պետություն է եւ այդ համակարգի ֆունդամենտալ, այսինքն որակական պարադիգմատիկ փոփոխությունը շատ մեծ ջանքեր է պահանջում, որը կարող է ի վերջո, եթե առավել եւս Իսրայելը, Միացյալ Նահանգները սկսեն միջամտել, դա կվերածվի անհասկանալի ինչ-որ մի process-ի։ Եվ այդտեղ դժվար է ասել, թե վերջում ինչ կդառնա այս ամեն ինչից եւ ինչքանով դա նաեւ չի նպաստի Ադրբեջանի կողմից նոր ագրեսիաների դուք ունեք վերապահում, ես էլ ունեմ այդ դեպքում վերապահում։ Ադրբեջանը եւ Թուրքիան անհամեմատելի են
Իրանը հնագույն քաղաքակրթություն է եւ ես այստեղ ոչ թե պարզապես պատմություն եմ ավելի դիկտատորիալ, քան նույն ասենք թե տեսեք, այո, բայց դա թակավորություն է եւ այնինչ Ադրբեջանը երբեք չի հասնի դրան, որովհետեւ դա երիտասարդ գիշատիչ է Ադրբեջանը, այո։ Մասամբ դա ազգայնական մարդակերական համակարգ է։ Իրանը այլ էր եւ այլ կարող է լինել, ահա ինչու ես այդքան մեծ հույսեր եմ կապում Իրանի հետ եւ այստեղ ավանդական եւ թագավորական իշխանությունը կարող է շատ բաներ հուշել նաև մեզ։ Ես հիմա չեմ պատրաստվում ավելի ճիշտ խոսելու իմ հոգեպահուստում մնացած թագավորական սահմանադրական թագավորության մասին Հայաստանում, բայց ես մշտապես պահում եմ այդ միտքը, որովհետև դա ելք է լինելու։ Ու եւս մի բան, Թուրքիան եւ Ադրբեջանը ազգայնական, նացիստական պետություններ են։ Բազմազգ Իրանը երբեք այդպիսին չէր։ Դա այլ ոճի պետություն էր եւ հիշեք ի տարբերություն բյուզանդական, օսմանյան, ռուսական կայսրություններին, որոնք ուղղահայաց էին եւ ճնշում էին բոլոր փոքրամասնություններին, Իրանում փոքրամասնությունները ճնշված չէին եւ չեն։ Օրինակ Վրաստանը եւ Վրաստանը մտել էր եւ մնում էր որոշ ժամանակ որպես թագավորություն Պարսկաստանում, իրենք քչերը գիտեն, բայց 1821 թվականին, երբ ռուսները սկսեցին կռվել Պարսկաստանի հետ Հայաստանի համար, պարսիկները շատ լուրջ ուղղակի ուշացումով սկսեցին քննարկել Հայաստանի թագավորության վերականգնումը։ Այդպես որ ես լիահույս եմ եւ Իրանը այս առումով շատ ավելի դրական հեռանկարներ ունի, քան իմ կարծիքով Իրանում տեղի ունեցողը լավ հիմք է դառնալու լրջագույն փոփոխություններ անելու, եթե իշխանությունը չի ուզում թողնել իշխանությունը եւ հենց այդպես հանձնել ուղակի, այսինքն նա գնալու է որոշակի ընդհանրությունների, ցավոտ նաեւ միգուցե որոշակի լուծումների, կհասկանանք այդ զարգացումներին, մենք կհետևենք, վերադառնանք Հայաստան, փորձենք տեսնել թե այդ ադրբեջանական բենզինը մեծ աժիոտաժ է առաջացրել Հայաստանի ներսում, ելի երկու խմբի է բաժանել, նրանք ովքեր սիրով սպառում են, նաև փաստեր են բերում, որը կարելի ասել նաև իսկապես այդպես էլ կա, այնպես որ Հայաստանում ենթադրենք հրաժարվել են թուրքական ապրանքներից, այդ ապրանքները միշտ են մտել, դուրս եկել Հայաստանն էլ է, ինչ-որ բաներ արտահանել։ Բայց այլ բան է ադրբեջանական բենզինը, որի դեմ խոսողները եւս քիչ չեն, բայց կարծեք գործընթացը գնացել է։ Ոմանք դա ասում են, որ նախընտրական նվեր է Փաշինյանին, որից հետո դա կդադարի կամ այլ ինքը տեսք կունենա։ Դուք ինչպես եք տեսում հասարակության ընկալումները այս հարցում։ Ի վերջո այդ խաղաղություն ասածը ինքը գին, սա է այդ գինը, որը մենք վճարում ենք։ Ամենածանր հետևանքը Փաշինյանական այդ նիկոլիզմի, դա այն է, որ Հայաստանում խախտվել է նորման։ Նորմաները խախտվել են, փոխվել։ Այո, այնինչ ընկալվում էր որպես նորմա։ Ես լատինական բառն եմ այստեղ, որովհետև չգիտեմ ինչպես օրինաչափությունները, հա։ Օրինաչափություն էլ չի դա, որովհետև գիտեք, նորման դա այն է, ինչ մենք ընդունում ենք որպես այսա նորմալ է։ Այնինչ արվում է Փաշինյանի կողմից եւ ԿՊ-ի կողմից, դա նորմայի պայթեցում է բոլոր դրվագներում, որովհետև բոլոր երկրներում, ազգերում, հասարակություններում կա, ասենք, վաճառականների զանգված, որը շատ ցինիկ է վերաբերվում նման հարցերին, օրինակ թշնամու հացը ուտել թե ոչ։ Հայաստանի համար դա նորմա էր, բավական երկար, օրինակ Արցախյան պայքարի ժամանակ մոտավորապես նույն իրավիճակներ, երբ Արկադի Վոլսկին, որը ղեկավարում էր Մոսկվայից դրած մի մարդ, բերել էին Ադրբեջանից օրինակ հավկիտ եւ արցախցիները հրաժարվում էին գնել դա, վերցնել, անվճար անգամ օգտագործել այդ ձվերը եւ Վոլսկին հայտնի նախադասություն ասաց, չէ որ դա ադրբեջանական ձվեր չեն, հավի ձվեր են։ Հիմա ծիծաղելի է թվում, բայց տեսեք, մեզ համար դա նորմալ էր։ Իհարկե մենք ոնց կարող ենք դահիճից
դահիճի ձեռքից հաց ուտել։ Լավ, բայց ինչ եղավ այդ դեպքում մեր հասարակությանը։ Տեսեք, հենց դա Ես չեմ ասում մենք պետք է այդքան պիրկ մնանք հարյուրավոր տարիներ եւ այսինքն, բայց ամեն դեպքում այդ հակառակն էլ է տարօրինակ, այդ մի ծայրահեղությունից մի ծայրահեղություն թռնել է։ Տեղի ունեցավ ամենասարսափելին, վերնախավը ոչնչացվեց եւ այդ առևտրական քաղքենի գավառական մտածողությունը ստրկամիտ դարձավ սպառողական, այո, կարելի է նաև այդպես անվանել։ Սանչո Պանսան փոխարինեց Դոն Քիշոտին։ Ասպետականը զիջեց, ջախջախվեց, վարկաբեկվեց, հեգնվեց եւ վաճառականների Զիմզիմովի պետություն դարձանք մենք։ Վաճառականները էֆեկտիվ են, բայց իրենք չեն կարող ղեկավարել երկիրը։ Գիտեք, ես երբ որ մենք քննարկում էինք օրինակ Եվրոինտեգրման հանձնաժողովում կամ ազգային ժողովում կոնկրետ պաշտոնյաների հետ ԿՊ-ից, ես լսում էի եւ իրենք ուղիղ եթերում էին ասում, չէ, մենք չենք փոխում վեկտորը, մենք պարզապես ավելի հարուստ շուկա ենք փնտրում։ Ու ես ուղիղ հարցնում եմ նրանց, դուք լուրջ եք դա հայտարարում, այսինքն եթե մեկ այլ հարուստ պետություն, Թուրքիան, Ադրբեջանը ձեզ ավելի մեծ գին առաջարկի, հա ինչ կա որ, այսինքն դա երբեք նորմա չէր, դա աննորմալ էր, դա համարվում էր խայտառակություն, աննամուսություն, անթասիբ, ինչ ասեք։ Գիտեք, հայկական առաջին կինոն կոչվում էր Նամուս։ Ուրիշ հարց է, որ բառնել հայերեն չէ, հա, կամ արժանապատվություն, ես կարծում եմ, չի, արժեք։ Այսինքն արժեքները փոխվեցին գնով։ Եվ այս մարդիկ, այս սերունդը, ես հարցնում էի իմ երեխաների սերունդին, որտեղից առաջացավ այս ոհմակը։ Իրենք ասացին, սա մութ ու ցուրտ տարիների այն պատանիներն էին, որոնք ձախ գծեր էին մտնում սարքում, որոնք իհարկե պարտադիր չի, բայց իրենք ինձ մեղադրեցին։ Այդ սերունդը կարող շատ ավելի արժանապատիվ։ Իհարկե, երրաբլուրում էլ է այդ սերունդը, բայց դուք գիտեք, որ սերունդի սերուցքը զոհվում է առաջին։ Իսկ կարող ենք ասել, որ այս վերնախավը պարզապես վախեցած է, չափից դուրս վախեցած է gunpoint դիպլոմասի ասած։ Որտեղ իրենց այդ մոտեցումների փոփոխությունը, որը իրենք դարձրել են նարատիվ եւ սկսել են ուղղակի վաճառել բոլորի վրա որպես նորմ, ինչպես դուք եք ասում, այսինքն նորմի փոփոխություն են անում։ Կարծեք ոչ թե իրենք այնքան հիմար են, որ չեն հասկանում, որ ժամանակին ասում են Արցախը Հայաստանը եւ վերջում ասում են Արցախը երբեք չի եղել Հայաստան, դա եղել միշտ եղել է Ադրբեջան, այդտեղ կոգնիտիվ խնդրեմ է դառնում, այսինքն որ մեկն է այս մարդու մեջ ճիշտ։ Պարզապես իրենց վախեցրել են եւ ասեն դու պիտի այսպես ասես եւ այսպես տանես քո երկրում։ Հակառակ դեպքում խնդիր կունենաս։ Վախը դա ճիշտ խոսքն է, բայց ես կարծում եմ, որ դա դրա բովանդակությունը ավելի խորն է։ Իրենք պարտված այլասերված, պարտված կոտրված, այո, ինչի վրա է հիմնված այդ վախը։ Իրենք պարտվել են եւ պարտված ղեկավարներին փոխում են։ Այո, 20 թվին պետք է փոխեն։ Այո, վարկաբեկվածներին փոխում են, բայց մենք չունեցանք 21 թվականին լիարժեք արժանապատիվ այլընտրանք։ Պարտությունը դարձավ նորմ։ Պարտությունը դարձավ նորմ եւ հիմա իրենց պարտությունը, իրենց ստորացումը, իրենց կոտրվածությունը արդարացնելու համար իրենք ասում են դուք բոլորդ եք այդպիսին, բոլորը մեր պես են, մեզնից էլ վատ, այսինքն իրենք չեն փորձում դարձնել երկիրը, ազգը, հասարակությունը ավելի լավը, իրենք ասում են ոչ, հրաժարվեք հերոսներից, հրաժարվեք Արարատից, հրաժարվեք երազանքներից, հրաժարվեք արժեքներից եւ իդեալներից, դուք ուտելու եք ադրբեջանցու բերած ռսական կուտը, դուք 100 դրամով եք էժան բենզին գնելու եւ դա է լինելու հուդայի 30 արծաթի համարժեքը եւ այդ մարդիկ փորձում են ղեկավարել երկիրը եւ այս պետությունը, այս ազգը, այս պատմություն ունեցող քաղաքակրթությունը բերել հասնել դնել այս շրջանակների մեջ դա չի ստացվել, դա պայթելու բայց ոմազմոց ստացվել է, կարծեք իրենք հասել են նա որ բուծել են այդ Չէ, նրանք միշտ կային, բայց իրենք միշտ գիտեն իրենց տեղը, իրենք միշտ փոքրամասնություն են։ Հիմա այդ փոքրամասնությունը մնալով փոքրամասնություն, մարտնչող տգիտությունը դարձրեց նորմ, իրենք նորմ են դարձրել այդ աննորմալությունը, եւ մենք կես տարի անց պետք է դա փոխենք։ Ահա ինչու եմ ես մեծ հույսեր կապում Իրանի հետ, որովհետեւ Իրանը ցույց է տալիս ոչ թե իշխանափոխություն, արժեքների փոփոխություն։ Իրենք հրաժարվում են իսլամից
Իրենք հրաժարվում, ինչ է նշանակում իսլամ, թարգմանաբար արաբերենից նշանակում է հնազանդություն, բառացիորեն obedience անգլերեն։ Իրենք հրաժարվում են հնազանդությունից, իրենք վերադառնում են պատմական Իրանին, առյուծային միհր Աստծուն, իրենք տեսեք զրադաշտական համարյա։ Կարծում եմ, դա ես տեսնում եմ դա։ Եվ ես չեմ ասում, որ դա նույն փղերով գանում են։ Մեզ վրա։ Չէ, իրենք գիտեք, իրենք շատ ավելի լավ կարծիքի են մեր մասին, քան մենք արժանի ենք դրան, բայց մենք պետք է դառնանք այդ, մենք պետք է ունենանք այդ արժեքները, որովհետև լավագույն սփյուռքահայ համայնքը դա իրանահայերն են, որովհետև իրենց միշտ հարգել են Իրանում եւ իրենք պահում են առ այսօր իրենց արժանապատվոր են, իրենք վախենում են ստել, վախը միշտ չէ որ վատ բան է, իրենք վախենում են վախենալ, վախենում են ստորանալ, վախենում են ստել։ Իրենք ամենալավ հայերն են, իրանահայերը, որովհետև Իրանում պաշտում էին, արաբական երկրներում էլ այդպես միջալից։ Իսկ այստեղ Թուրքահայաստանում եւ Ռուսահայաստանում իրենց ստորացրել են եւ հիմա իրենք կարծում են, որ նորմը դա է։ Ոչ։ Մենք ասպետական ազգ ենք եւ առաջիկա կես տարում ապացուցել ենք դա։ Պարոն Խզմարյան, շատ շնորհակալ եմ։ Այս կարևոր նոտայի վրա էլ ավարտենք, որ մենք ասպետական ազգ ենք եւ մենք պետք է մեր արժեքներին, մեր արժեքներով կարողանանք տարբերվել, ոչ թե նորմերը խախտելով կամ հականորմեր ներդնելով։ Աննորմալություն։ Շնորհակալություն ձեզ նաեւ սիրելի հեռուստադիտողներ։ Շնորհակալ եք հետևել Եվրամեդիա 24-ի աշխատանքներին։ Հաջողություն ձեզ։